Տրանսպորտային միջոցների աճի եւ դրա հետևանքով առաջացած խցանումների արդյունքում ավելացել են նաեւ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը, որի պատճառով վարորդների նկատմամբ կիրառվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված լրացուցիչ տուժ տուգանային միավորի տեսքով։ Խնդիրը հատկապես մեծ ազդեցություն է թողնում այն վարորդների վրա, ովքեր զբաղվում են ուղևորափոխադրմամբ եւ բեռների փոխադրմամբ, իրենց սոցիալական կարիքները հոգում են նման ծառայություն իրականացնելու արդյունքում վաստակած գումարով։ Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին 1 տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես պատասխանատվության միջոց ներկայումս կիրառվում է 0.25, 0.5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորը։ Շատ հաճախ, հատկապես որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղևորափոխադրմամբ եւ բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է սոցիալական խնդիրների առաջացմանը։ Ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալների վերաբերյալ գրության համաձայն 2020 թվականից մինչև 24 թվականի մայիսի 31-ը 14365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցման վարելու իրավունքից զրկվել է 628 անձ։ Չնայած այս հանգամանքին, այն հանգամանքին, որ վարչական իրավախախտումների համար ներկայումս գործող օրենսդրությամբ նախատեսված է պատասխանատվություն տուգանային միավորի ձևով, այնուամենայնիվ վերոնշյալ խումբ վարչական իրավախախտումները դեռևս մեծ թիվ են կազմում, ավելին բազմաթիվ են դեպքերը, երբ նշված իրավախախտումները կատարելուց եւ վարչական դուժի ենթարկելուց հետո վարորդները շարունակում են վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը, մի շարք դեպքերում վարչական իրավախախտում համարվող արարքները շարունակվում են նույնիսկ երկրորդ անգամ դուժի ենթարկվելուց հետո։ Նշված իրավիճակը ի թիվս այլնի հետևանք է նաեւ այն բանի, որ քննարկվող իրավախախտումների համար սահմանված վարչական դուժերը համարժեք չեն նրանց հանրային վտանգավորության աստիճանին, վնասակարարությանը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նշված իրավախախտումների կապակցությամբ նախատեսված տուգանային միավորներն առաջարկում են խստացնել հետևյալ չափանիշների հիման վրա՝ որակական եւ քանակական։ Որակականը հաշվի առնվել վարչական իրավախախտումների հանրային վնասակարարությունը եւ տուգանային միավորներ նախատեսվել են հանրային վնասակարարության առավել բարձր աստիճան ունեցող իրավախախտումների համար, իսկ քանակականը հաշվի առնվել վարչական իրավախախտումների կատարման հաճախականությունը։ Տուգանային միավորի առաջարկվող խստացումները վերաբերում են այնպիսի վարչական իրավախախտումների, օրինակ տրանսպորտային միջոցը ոչ թափ վիճակում վարելը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, անվտանգության գոտիները չամրակացված վիճակում վարելը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար պատասխանատվության ենթարկվելուց հետո 1 տարվա ընթացքում նույն արարքը կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը եւ այլն, որոնց պարագայում իրավախախտման կատարումն ակնհայտորեն չունի սոցիալական համատեքստ, այլ պայմանավորված է մարգինալ վարքագծի շարժառիթներով։ Հետևաբար տարածված, սակայն ճանապարհային երթևեկության համար ոչ բարձր ռիսկեր պարունակող իրավախախտումների, օրինակ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելը, որը 0.5-25 միավոր է, այդ խախտման համար տուգանային միավորների խստացում չի առաջարկվում։ Ներկայացնում նաև միջազգային փորձ, օրինակ Ֆրանսիա վարորդներին տրամադրվում է ընդհանուր 12 միավոր, Իսպանիա մինչև 3 տարի վարման փորձ ունեցող վարորդներին տրվում է 8 միավոր, 3 տարուց ավել վարորդական ստաժ ունեցողներին 12 միավոր, Գերմանիա 8 միավոր, 2014 թվականին այս համակարգը փոխարինել է նախկին 18-ին, Իտալիա վարորդներն ունեն 20 միավոր, Լեհաստան մինչև 2 տարի վարորդական փորձ ունեցողները 21 միավոր, փորձառու վարորդներինը 24, Վրաստան 100 միավոր, Պորտուգալիա 12 միավոր եւ այլն։ Առաջարկվող կարգավորման բնույթը վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխությունների իրականացումը վարորդին 1 տարի ժամկետով տրվող միավորների ավելացումը հնարավորություն կընձեռնի թեթևացնել վարորդների սոցիալական բեռը եւ կարծում ենք, որ իրավախախտումների քանակի որակական աճ չի լինի։ Նշված վարչական իրավախախտումների համար տուգանային միավորների ոչ էական խստացումը կընդգծի պետության հասցեական մոտեցումը, կկանխի ռիսկերը, կնպաստի տուգանային միավորների նպատակային կիրառմանը, որը կհանգեցնի ճանապարհային պատահարների նվազեցմանը։ Օրենսդրական փոփոխությունների իրականացումը կնպաստի տուգանային միավորների համակարգի որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական գործիքի առավել արդյունավետ իրացման։